Քննչական կոմիտեի մի խումբ քննիչներ հավաստագիր են ստանում։ Նրանք վերապատրաստվել են խորացնելով միջազգային հանցագործություններ քննելու համար անհրաժեշտ գիտելիքները։ Ծրագիրը նպատակ ուներ բարձրացնել մեր քննիչների մասնագիտական կարողությունները միջազգային քրեական արդարադատության ոլորտում, ինչպես նաև միջազգային համագործակցության գործնական հմտությունների ուղղությամբ։ 2024 թվականի փետրվարի 1-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է Հռոմի կանոնադրությունը վավերացրած պետություն, միանալով միջազգային քրեական դատարանին։ Այդպիսով Հայաստանին ոչ միայն վերապահվել են իրավունքներ, այլև պետությունը ստանձնել է հանձնառություն հատկապես քննիչների համար, որոնք միջազգային հանցագործությունների քննության ապահովման առաջին օղակում են։ Սա մեզ համար կարևոր քայլ է ուղղված միջազգային քրեական արդարադատության արժեքներին միանալու և իրավական պետության սկզբունքներին հավատարիմ մնալու գործում։ Վերապատրաստման ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ, կազմակերպել է Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանը միտված այս նախաձեռնությունը կարևոր համարելով Նիդերլանդների դեսպանը նշեց. Ընդհանրապես օրենքի գերակայությանն աջակցելը Նիդերլանդների կառավարության առաջնահերթություններից է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում, եւ այս առումով կարող եմ ասել, որ մենք դատական իշխանության տարբեր ճյուղերի հետ ենք համագործակցում, սահմանադրական դատարանի, գլխավոր դատախազության եւ այլն։ Քննչական կոմիտեն բացառություն չէ։ Նիդերլանդները, որտեղ գտնվում է միջազգային քրեական դատարանը, շատ մեծ ուշադրություն է դարձնում նման նախաձեռնություններին եւ նկատել է, որ Հայաստանն էլ մշտական հետաքրքրություն է դրսեւորում միջազգային քրեական դատարանի հետ իր գործակցությունը ընդլայնելու հարցում։ Մենք վերապատրաստման ընթացքում սովորեցինք, որ այլևս, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարվեն միջազգային հանցագործություններ, այսինքն մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ցեղասպանություն եւ այլն, նման պայմաններում մենք իրավասություն ունենք դիմել միջազգային քրեական դատարանին եւ ստանալ մեր իրավունքների պաշտպանություն եւ հետեւաբար այնտեղ գործերը կքննվեն եւ մեղավորները կպատժվեն եւ ամբողջ ընթացակարգը մեզ բացատրվեց եւ ոչ միայն մենք տեսական գիտելիքներ վերապատրաստման ընթացքում ստացանք, այլ նաև գործնական հմտություններով ամրապնդեցինք այն։ Միջազգային քրեական դատարանն էլ իր հերթին կարող է դիմել անդամ պետություններին, օրինակ ապացույցներ հավաքագրելու նպատակով, ու եթե մինչև Հռոմի ստատուտին միանալը այդ ապացույցների հավաքագրելը միայն իրավունք էր, միանալուց հետո արդեն պարտավորություն է։ Քրեական արդարադատության միջազգային այս մարմնի իրավասության սահմաններում են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։ Աննա Զախարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։